Պակիստանը գրավել է Աֆղանստանի 19 սահմանային դիրք երկու երկրների բանակների միջև տեղի ունեցած բախումներից հետո։ Պակիստանը գրավել է սահմանի երկայնքով գտնվող 19 աֆղանական դիրք, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Աֆղանստանն այդ դիրքերն օգտագործել է Պակիստանի տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Աֆղանստանի եւ Պակիստանի միջև զինված բախումները տեղի են ունեցել շաբաթ օրը, հոկտեմբերի 11-ին։ Գործողության ընթացքում Թալիբան շարժման Սուփր Թուքանո կործանիչները հարվածներ են հասցրել Պակիստանի Լահոր քաղաքում գտնվող դիրքերին։ Մինչ այդ Թալիբանի կառավարության պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշվել էր Աֆղանստանի արևելյան եւ հարավային սահմանների երկայնքով գտնվող Պակիստանի ռազմական բազաների վրա պատասխան հարձակումների մեկնարկի մասին։ Նախարարության տվյալներով հարվածները ուղղված էին այն օբյեկտներին, որոնք օգտագործվել էին Աֆղանստանի տարածք անօդաչու թռչող սարքեր արձակելու եւ երկրի օդային տարածքը խախտելու համար։ Ավելի ուշ Թալիբանը հայտարարել էր Պակիստանի դեմ գործողության հաջող ավարտի մասին։ ԱՄՆ-ն հրավիրել է նաև Հայաստանին, Ադրբեջանին եւ Իրանին Գազայում հրադադարի հարցով Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։ Ըստ նրա, ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Գազայի հարցով առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավերը, որը տեղի կունենա երկուշաբթի Շարմ էլ-Շեյխում։ ԱՄՆ-ն զգալիորեն ընդլայնել է հրավիրված երկրների ցանկը, ներառելով Իսպանիան, Ճապոնիան, Ադրբեջանը, Հայաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, Բահրեյնը, Քուվեյթը, Կանադան եւ Սալվադորը։ Ըստ մեկ այլ աղբյուրի հրավիրվել է նաեւ Իրանը, նշել է Ռավիդը։ Նա հավելել է, որ Իսրայելը չի մասնակցելու գագաթնաժողովին։ ԱՄՆ-ն արդեն մի քանի ամիս է ինչ օգնում է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռուսական էներգետիկ օբյեկտներին։ Այս մասին հաղորդում է Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին։ Միացյալ Նահանգները մի քանի ամիս է ինչ օգնում է Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, հայտնում է հրատարակությունը։ Ուկրաինացի եւ ամերիկացի պաշտոնյաների պնդմամբ, որոնց խոսքերը մեջ բերել է Financial Times-ը, Ուկրաինային տրամադրված հետախուզական տվյալները ենթադրաբար հնարավորություն են տվել հարվածներ հասցնել կարևորագույն ռուսական էներգետիկ օբյեկտներին, այդ թվում նավթավերամշակման գործարաններին։ Աղբյուրները նշել են, որ ամերիկյան հետախուզությունը օգնել է Կիևին որոշել երթուղին, բարձրությունը եւ ժամանակը։ ԱՄՆ պաշտոնյայի խոսքով Ուկրաինան ընտրել է հեռահար հարվածների համար թիրախներ, իսկ Վաշինգտոնը հետախուզական տվյալներ է տրամադրել այդ օբյեկտների խոցելիության վերաբերյալ, նշել է պարբերականը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ միայն սլավոնական պետությունները կարող են երջանկություն բերել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։ Ես կցանկանայի, որ Ուկրաինայի նախագահը լսեր իմ առաջարկները եւ հասկանար, որ սլավոնական պետություններից բացի ոչ ոք չի կարող երջանկություն բերել Ուկրաինային, ասել է նա հավելելով, որ այդ պատճառով անհրաժեշտ է նստել եւ համաձայնության գալ։ Հարցազրույցի ընթացքում Բելարուսի առաջնորդը նաև նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության լուծման խնդիրը ներկայումս մեծապես կախված է Զելենսկուց։ Սակայն ըստ քաղաքական գործչի, մինչև վերջերս ինքը հակված էր մեղադրել եվրոպացի առաջնորդներին անհամաձայնության մեջ։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել է Աֆղանստանի սադրիչ գործողությունները սահմանամերձ շրջաններում։ Երկրի վարչապետը հայտարարել է, որ Պակիստանի բանակը ոչնչացրել է մի քանի աֆղանական դիրքեր, ստիպելով թալիբներին նահանջել։ Շարիֆը ընդգծել է, որ ցանկացած հաջորդ սադրանքի ուժեղ եւ արդյունավետ պատասխան կտան, հավելելով, որ ահաբեկչական կազմակերպություններին աջակցում են Աֆղանստանում տեղակայված որոշակի ուժեր։ Նրա խոսքով Իսլամաբադը հույս ունի, որ Աֆղանստանի կառավարությունը թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Պակիստանը ապակայունացնելու նպատակով։